Թշկանի ջրվեժի տարածքում հիդրոէլեկտրակայան կառուցելու նախարարության թույլտվությունը բնապահպանները եւ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ անօրինական են համարում։ Վերջիններս դիմում են ուղարկել բնապահպանության նախարարին, պահանջելով անհապաղ դադարեցնել փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարությունը Հայաստանի ամենաբարձր եւ ջրառատ ջրվեժի տարածքում, որը բնության հատուկ պահպանվող տարածք է ճանաչվել։ Գեոֆոն հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Մարտիրոսյանն ասում է, թե հիդրոէլեկտրակայանի կառուցումը կվնասի բնության այդ հուշարձանի բաղադրիչ մասը։ Հեկի կառուցումը դա ամբողջովին կկործանի ջրվեժը եւ ամբողջ այդ էկոհամակարգը, որը գոյություն ունի մինչեւ ջրվեժը եւ ջրվեժից հետո ամբողջ այդ հովիտը, Չիչխանքեդի հովիտը, որը հեկ կառուցելու փոխարեն պետք է երևի վերածվեր հadoop պահպանվող տարածքի, արկելավայրի։ Ես մի անգամ արդեն ասել եմ, թե ինչքան հետաքրքիր կենսաբազմազանություն գոյություն ունի տվյալ տարածքում, փոխանակ այդ անելու ուրեմն կառուցվում է հեկ, այսինքն այս փոքր երկրում այն վերջի թիս կտոր հողն էլ փչացվում է, մարդու ազդեցություն է թողնվում եւ բնապահպանության մասին խոսելը այստեղ արդեն անիմաստ է լրիվ։ Եղած փաստաթղթերը ցույց են տալիս, որ փաստորեն Թշկանի ջրվեժից վերև պետք է կատարվի ջրառ եւ այդ վերծված ջուրը այլևս անվերադարձ պետք է քեդից հեռացվի դեպի Շիրագամուտի ջրանցք։ Ռոբշին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ով ստացել է համապատասխան լիցենզիա ջրվեժի տարածքում, սկսել է շինարարական աշխատանքները։ Բնապահպանները պնդում են, որ հեկի կառուցման արդյունքում գետի հունը կփոխվի եւ զգալի վնաս կհասցվի ջրվեժին ու տարածքի կենսաբազմազանությանը։ Օրհուս բնապահպանական կազմակերպության նախագահ Գևորգ Պետրոսյանին զարմացրել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի կառավարության ցուցաբերած անտարբերությունը, հատկապես այն պարագայում, երբ մշտապես խոսվում է Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու մասին, միևնույն ժամանակ ոչնչացվում են այն վայրերը, որոնք գրավում են օտարերկրացիներին։ Հայտարարում են զբոսաշրջությունը որպես Հայաստանի զարգացման առաջնահերթային ուղղություն, իսկ մյուս կողմից այդ նույն զբոսաշրջությանը նպաստող օբյեկտները ոչնչացվում են։ Անցած շաբաթ բնապահպանները նաև կառավարության շենքի դիմաց էին բողոքի ակցիա կազմակերպել, փորձելով պատասխանատու մարմինների ուշադրությունը հրավիրել։ Գեոֆոն հասարակական կազմակերպության նախագահի խոսքերով զարմանալին այն է, որ բնապահպանության նախարարության համար հիմք հանդիսացել է միայն համայնքի բնակիչներից մի քանիսի թույլտվությունը։ Բնության հուշարձանը, որը գոյություն ունի Պառնի գյուղի վարչական տարածքում, միայն պառնեցիների որոշումով չի։ Ջրվեժը որպես ռեկրեացիոն օբյեկտ, ջրվեժը որպես բնության հուշարձան, ինքը ամբողջ հանրապետությանն է պատկանում եւ նման հարցերում 4 գյուղացու հետ ժողով անելով որոշում ընդունել եւ ասել, որ համայնքը որոշել է, տարածքը տվել է եւ նա էլ կառուցում է, դա իհարկե չգիտեմ ինչ աշճանի երևի թե խաբեություն է։ Ջրվեժի տարածքում հիդրոէլեկտրակայան կառուցելու թույլտվությունը անօրինական համարող մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներ սկսել են ակտիվ քննարկում իրականացնել նաև սոցիալական ցանցերում։ Մասնավորապես Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է «Պահպանենք Թշկանի ջրվեժը» խորագրով էջ, որտեղ անդամները եւ խնդրով մտահոգ քաղաքացիները կառավարության եւ բնապահպանության նախարարության ուշադրությունն են հրավիրում այն հարցի վերաբերյալ, որ շինարարության մեկնարկը անօրինական է։ Առաջարկություն եղավ, մենք նախաձեռնեցինք այդ առաջարկությունը, բլոկադայի ենթարկել վարչապետի Facebook-ային էջը 5 ժամ տևողությամբ։ Հայտարարվեց բլոկադան եւ բոլորս միասին խմբի բոլոր անդամները հղումներ կատարեցին խմբի վարչապետի էջի վրա, որ դուք կարող եք օգնեք մեզ, Թշկանը պետք է պահպանվի, որպես բնական հուշարձան, պետք չէ կործանել։ Բնապահպանները եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բաց նամակով դիմել են վարչապետին եւ համապատասխան նախարարությանը, հիշեցնելով, որ Թշկանի ջրվեժը ներառվել է հանրապետության բնության հուշարձանների ցանկում եւ ըստ բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքի նման վայրերում արգելվում է շինաշխատանքներ իրականացնելը։ Հիմա սպասում են նամակի պատասխանին։ Փայլակ Ֆարադյան, Մարտուն Գրիգորյան, Գալանյուս։